Առողջության պարտադիր ապահովագրության խնդիրները մտել են ազգային ժողով, երկու ընդդիմադիր պատգամավորները հարցն ուղղել են առողջապահության փոխնախարարին, թե իրենց հետ զրուցած պոլիկլինիկայի բժիշկներից մեկն ասել է, որ այս տարի իր խորհրդատվությունների համար չի վարձատրվել, իսկ մյուսի աշխատավարձը նվազել է։ Սակայն ընդդիմադիր պատգամավորների այս օրինակը փոխնախարար Նանուշյանը տարօրինակ է որակել, նշելով, թե նրանք ընտրողաբար չեն մտել այն բժիշկների սենյակները, որոնց աշխատավարձը բարձրացել է։ Իմ համար ճիշտն ասած շատ տարօրինակ է, թե դուք ոնց եք հաջողացրել մտնել այնպիսի երկու սենյակ ընտրանքային եղանակով, որտեղ որ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել։ Այնինչ առողջապահության ոլորտի մասնագետները կամ հենց իրենք բժիշկները առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո բողոքի ակցիաներ էին անում։ Տարբեր հարթակներում աղաղակում են, որ գործը շատ է, բայց աշխատավարձները նվազել են, ինչը փաստորեն չի ընդունում առողջապահության նախարարությունը։ Բնականաբար Տիկին Նանուշյանը չի ընդունելու, որովհետև դա իր շահերից բացարձակապես չի բխում, որտեղ դա փաստում է, որ այսքան ժամանակ բուժաշխատողները, ովքեր որ բարձրաձայնում էին այդ խնդիրը, իրենք ճիշտ էին, իսկ Տիկին Նանուշյանը եւ առողջապահության նախարարը ստում էին ժողովրդին։ Բնական է, նա չի ընդունելու։ Սակայն ընդունի Նանուշյանը, թե չընդունի Նանուշյանը, մոտավորապես 2-3 շաբաթ առաջ առողջապահության նախարարը ինքը իր հարցազրույցի ընթացքում ասաց, որ այո, կան մասնագետներ, որոնց հետ կապված ունենք խնդիր։ Մինչև ապահովագրության ներդրումը բժիշկները ունեին հաստատագրված աշխատավարձ, ասում է առողջապահության կազմակերպիչն ու հավելում, վճարվում էին ըստ իրենց պոլիկլինիկային կցագրված մարդկանց քանակի, այսինքն անկախ այն բանից, թե այդ մարդիկ կգային բժշկի, թե ոչ, միևնույն է յուրաքանչյուր ամիս ստանում էին հաստատագրված գումար։ Սակայն ապահովագրության ներդրումից հետո պետությունն ասում է, որ թերապևտներն ու մանկաբույժները ստանում են եւ այդ հաստատագրված գումարը եւ վարձատրվելու են խորհրդատվության համար, իսկ նեղ մասնագետները այլևս այդ հաստատագրված գումարները ըստ իրենց կցագրված բնակչության քանակի չեն ստանալու եւ իրենց աշխատավարձը պետք է ձևավորեն խորհրդատվություններով, իսկ յուրաքանչյուր խորհրդատվության համար փոխհատուցվում է 6000 դրամ, իսկ պարզապես այցի համար 3000 դրամ։ Խնձորով բացատրեմ, ինչպես է այդ փոխհատուցումը կատարվում։ Սա 6000 դրամն է։ Սա որ փոխհատուցում է պետությունը բուժհիմնարկին, այստեղից այսենց կտրվում է ու մոտավորապես այս 6000 դրամից այսքանը տրվում է բժիշկին, այսքանը մնում է բուժհիմնարկությանը, ծախսերը հոգալու, ադմինիստրատիվ ծախսերը հոգալու, կոմունալ վճարները հոգալու եւ այլն եւ այլն։ Առողջապահության նախարարը պնդում է, թե առողջության ապահովագրության համակարգի համար ներդրված բյուջեն ավելացել է, ինչը նշանակում է, որ ավելացել են նաեւ աշխատավարձները։ Ամիսների ընթացքում ենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին իրենց կատարված աշխատանքի համար։ Հիմա որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեից մեջ աշխատավարձն ավելացել։ Իսկ առողջապահական համընդհանուր ապահովագրության հիմնադրամից այսօր չպատասխանեցին այս հակասական իրավիճակի պարզաբանման ուղղված ժամը լրատվականի հարցերին։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։